թիվ 19 քվեաթերթիկով։ Հիմա խոսքը փոխանցեմ Կարպիս Փաշյանին։ Շնորհակալություն։ Մենք եկել ենք այստեղ հարգանքի տուրք մատուցելու ստալինիզմի բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցներին, բայց այն ինչի մասին որ խոսեց պարոն Մանուկյանը, ստալինիզմի վառօրինակ է, երբ որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմի ջելնելով խտրականության է ենթարկում արցախյան բարբառը, ինչպես այլախոհներից մեկն է ժամանակին ասել, Ստալինը չի մահացել, այլ տարալուսվել է մեր ապագայում, եւ հիմա ԿՊԱ-ականներին որին ջնջես լոտոյի պես, տակից մի փոքրիկ ստալինիստ դուրս կգա, իրանք հոգով ստալինիստ են, ատում են այլախոհությունը, ատում են իրենց պես չմտածողներին, ինչպես ստալինիստներն էին, մարդկանց գնդակահարում այլախոհության համար պիտակելով որպես բրիտանական շպիոն, որպես տրոսկիստ, հիմա ով իրենց հետ համաձայն չի Ռուսաստանի շպիոնա, KGB-ի գործակալը, այսինքն Նիկոլ Փաշինյանը, Մարիա Կարապետյանը, մյուսները ջնջում ես մի փոքրիկ ստալինիստ է դուրս գալիս։ Հիմա մի փոքր այս հուշարձանի մասին, հուշարձանը բացվել է 2008 թվականին, իսկ 2003 թվականին հունիսի 14-ը բռնադատվածների հիշատակության օր է հռչակված, բայց սա մոռացված եւ անտեսված հուշահամալիր է, քաղաքական գործիչները չեն հիշում այստեղի մասին, սա տարվա մեջ այս հուշարձանը բացվում է մի անգամ, հունիսի 14-ին, որ հարազատները գան այցելեն հարգանքի տուրք մատուցեն եւ խորհրդանշական առումով տարվա մյուս օրերին այս հուշարձանը կողպված է, փոշոտ ու կեղտոտ։ Սա էլ մեր վերաբերմունքը մեր պատմությանը եւ բռնության զոհեր դարձածին, նաեւ պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս հուշարձանը անհավանական պղծության է ենթարկվել, հուշարձան, որը ըստ էության սրբավայր է, այստեղ իրականացվել է նորաձևության մրցույթ, պետք է շնորհակալ լինենք, որ բիկինիներով նորաձևության մրցույթ չի անցկացվել, եւ Նիկոլ Փաշինյանը ամեն օր խոսում է ինքնիշխանության մասին, բայց երբևէ չի այցելել այս հուշահամալիր։ Քաղաքական գործիչները այստեղ չեն գալիս, մոռացել են այստեղի մասին, բայց ամեն օր խոսում են ինքնիշխանության մասին, բայց թքած ունեն այս կարևոր խորհրդանշական վայրի մասին։ Եվ մենք մեր համոզմունքն է, որ հունիսի 14-ը այս հուշահամալիրը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա, ստալինիզմը պետք է դատապարտվի եւ նաեւ այստեղ անհրաժեշտ է խոսել սովետական Հայաստանի վերաբերյալ մեր վերաբերմունքի մասին, այս թեմայի մասին մենք շատ ենք խոսում, թեման նորից Նիկոլ Փաշինյանն է բացում, սովետական Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի երկակի, մի կողմից պետք է ֆիքսել, որ ճիշտ է դա անկախ հայկական պետություն չէր, բայց այնուամենայնիվ դարձել էր հոգևոր հայրենիք, ազգային էր, այնտեղ կառուցվում էր մատնադարան, Ծիծառնակաբերդի հուշահամալիր, այնտեղ տոնվում էր Սասնածռը էպոսի հազարամյակը, այնտեղ կար հայագիտություն, այսինքն ողնուծությամբ ազգային էր։ Բայց նաև մյուս կողմից էլ պետք է ընդգծենք, որ այն ողողված էր այրունով։ Գիտենք, որ ստալինյան ռեպրեսիաներին զոհ են դարձել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, գնդակահարվել են, աքսորվել են, պայթեցվել են եկեղեցիներ, 900-ից ավել եկեղեցի է փակվել, 90-ից ավել հոգևորականներ են սպանվել, մի խոսքով այս թվերը ահռելի են եւ դա մենք չենք կարող ջնջել մեր պատմությունից եւ այս վերաբերմունքը պետք է լինի երկակի, նախ պետք է ֆիքսենք, որ սովետական Հայաստանը հոգևոր հայրենիք էր, որի հիմքի վրա ձևավորվեց երրորդ հանրապետությունը, նաեւ չպետք է մոռանանք արյունը, որով ողողված էր սովետական Հայաստանը եւ ընդհանրապես ընդհանուր առմամբ սովետական միությունը։ Մեր այստեղ գալը նաեւ մեկ այլ խորհրդանշական իմաստ ունի։ Մեր համոզմամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տանում է նրան, որ Հայաստանը զրկվի իր ինքնիշխանությունից, անկախության գաղափարը ընդհանրապես բովանդակազրկվում է եւ իմ կանխատեսումն այն է, եթե մենք սենց շարունակենք, Հայաստանը դառնալու է թուրքական եւ ռուսական բաժանվելու է թուրքական եւ ռուսական ազդեցության գոտիների։ Այս ամեն ինչը այդտեղ է մեզ տանելու։ Իսկ մեր առաջնային գաղափարը ո՞րն է։ Պահպանել երրորդ հանրապետությունը, պահպանել ինքնիշխանությունը, որ հայ ժողովրդի խաթրին կպնող չլինի երբևէ։ Եվ մենք եկել ենք այստեղ ասելու, այլևս երբեք հայ ժողովրդը չպետք է ցեղասպանվի։ Հայկական տարածքները չպետք է հայաթափվեն եւ այլևս երբեք հայ մարդիկ չպետք է աքսորվեն, էթնիկ զտման ենթարկվեն, աքսորվեն, Ալթայ կամ չգիտեմ
ուր։ Այլևս երբեք հայ ժողովրդի նկատմամբ այդպիսի քայլեր, այդպիսի բռնություններ չպետք է իրականացվեն, մենք հիշում ենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից եւ Երրորդ հանրապետությունը պահպանի իր բովանդակությունը, պահպանի իր ինքնիշխանությունը եւ ընդհանուր առմամբ իր բովանդակությունը սիմվոլներով հանդերձ։ Սրա մասին է ուզում խոսել։ Հիմա բոլորով գնանք, եթե հարցեր ունեք, պատասխանեմ, եթե չէ, բոլորով գնանք ծաղիկներ խոնարենք, երբ կարաս բան անես, միացնես։ Հա։ Լայվը գնումա։ Երևի այն կողմից բան անենք, մոտենանք, էլի։ Մուտքային հա ու կողպված է։ Այդ մուտքն է կողմված է, չէ՞։ Հա։ Սարստը։ Վերևն է սարքին է չի։ Պարզ չգիտես, չէ՞ ոնց է։ Կողպված է, բռնադատվածների հուշահամալիրը։ Ու փնթի, փոշոտ, կեղտոտ, տոտ։ Ես տեսանյութով տեսել եմ, որ այստեղ ներսում նորաձևության մրցույթ էր անցկացվում։ Քաղաքապետարանի թույլտվությամբ ինքնիշխան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ազատությունից եւ կյանքից զրկված մարդկանց հուշահամալիրը ոնց կար ասած կողպված լինի, նայեք։ Նիկոլ Փաշինյան։ Էս են իրանք, էլի։ Մենակ ասեն սիրում ենք ձեզ, կամ փրկում ենք ձեզ, մնացած մասով խայտարակչիներ են, խայտարակ մարդը։ Sing